Նայ, չիմանալով ես ողջ տեղեկությունը, ես ասում եմ գլխից, որ սա աղանդավորական է։ Ֆեոֆան Զատվորնիկը դա անվանում է հոգևոր քթիծակ կամ հոգևոր տակտի զգացողություն։ Միանշանակ ես հոգևոր ինքը այդպես ասում, տակտի զգացողություն, հոգևոր։ Քո ասած ողջ տեղեկությունը ես չունեի, բայց ես գում եմ, որ սա ես գրել եմ Facebook-ում Ստյոպա Նիկոլական աղանդ, որտեղ տենում եմ, որ աղանդով են ախպերս մարդիկ առաջ գնում։ Տեսեք, աղանդների հետ հաստատեց, որ ես հետի հետո ուրիշ տակ տենց կասես հետի։ Այստեղ մի հատ շատ կարևոր դիտարկում։ Ազգեն եկեղեցազգաց։ Գաղատացիներին ուղղված նամակում Պողոս Առաքյալն ասում է լավ է որ ձեր մեջ հերձվածներ կան։ Այս շատ կարևոր է։ Հետո ասում Պողոս Առաքյալը նոր կտակարանում նամակներից մեկում ասում է շատ լավ է որ ձեր մեջ կան հերձվածներ։ Այսինքն սեպարատիստներ, հա, այդ աղանդավորն։ Ես դա որ կարդացի, մի պա ասենց մանտրաժ ընկա, այս ինչ է ասում։ Հետո շատ կարևոր բացատրություն է տալիս, ասում է ձեր մեջ կան հերձվածներ, աղանդներ, որպեսի ձեր միջի ընտիրը երևա։ Հա, տարբերակներ։ Հիմա ես հասկանում եմ ինչ է ասում Պողոս Առաքյալը հենց հովական կյանքի մեջ։ Եթե ես քանի որ անձնապես միշտ գնում եմ աղանդներ, հիմա արդեն չեմ գնում, որովհետև հիմա արդեն ճանաչում են ու չեն թողնում։ Այն ժամանակ որ բանակից նոր է եկել ու դեռ հանրային այսպես լայն գործունեություն չէի ծավալում, հիմա աշխարհիկ հագուստով գնում էի աղանդներ։ Բոլոր աղանդներում եղել եմ Հայաստանի։ Գնում էի, շփվում էի մարդկանց հետ, խոսում էի։ Գիտեք, մարդկանց որոշակի տեսակ կա, որոնք գնում են դառնում են աղանդավոր։ Ես սա չեմ ասում, որ դա մարդու բնույթն է այդպեսին։ Ինքը այդպեսին է դարձել դասիարակության արդյունքում։ Բամբասանք, մանիպուլյացիաներ, խառնակցություն, ու այդ մարդիկ, որոնք պիտի գային եկեղեցի ու եկեղեցական մեր համայնքները բզիկ անեին, քրքրեին, մենք իրենց չենք վռնդել, մենք իրանց առաջ դռներ չենք փակել, մենք իրենց եկեղեցուց դուրս չենք հրավիրել։ Այդ մարդիկ իրենց ոտով թողել գնացել են, մենք հաշտ ապրում ենք, իրենք համերաշխ ապրում են։ Պողոս Առաքյալն ասում է՝ լավ է, այդ մարդիկ, որ գան լցվեն ձեր համայնքների մեջ, այդ մարդկանց որակը, ես ոչ թե անձերի մասին եմ խոսում, այլ երևույթների։ Այդ երևույթները, որ ձեր համայնքներում լինեին, ձեր համայնքները քրքրվելու էին, բաժանվելու էին, խառնակվելու էին։ Թող այդ մարդիկ իրենց ոտքով գնան եկեղեցուց։ Կապաշխարեն հետ կգան, չեն ապաշխարի, իրենք կգիտեն։ Մի անգամ ասա, երկու անգամ ասա, երրորդ անգամ հանրային ասա ու թող գնան։ Իդեպ այդպես Սուրբ Գիրքը նաև չի հորդորում, որ մինչև վերջ մարդու հետևից ընկնես։ Եզեկիելի մարգարեության մեջ շատ սիրուն է ասում է, երրորդ անգամ որ ասում ես չի լսում, ասա քո արյունը թող քո գլխի վրա լինի։ Ու էլ մինքի հետևից։ Այսինքն քարոզի բանը չի բանանում, այսինքն քարոզը շատ Այսինքն քարոզը պետքա ինչով է տարբերվում օրինակ աղանդավորական քարոզը դռնեդուր ընկնելով մարդուն անդադար մանիպուլյացիա զանգելով հոգևորականը երբեք չի խախտում քո նաև ընտրության որոշակի իրավունքը մի անգամ կասի երկրորդ անգամ հանրային կասի երրորդ անգամ կասի գիտես կամ Քրիստոս ոնց է ասում մոտեցեք ասեք բարև ողջույն ասեք եթե ձեզ ընդունեցին թող այդ ողջույնը իջնի այդ տան վրա Եթե չընդունեցին, ասում է ձեր ոտքերի փոշին այդ տան մոտ ասում է թափ տվեք ու գնացեք։ Կարևոր հանգամանք։ Տարբեր մոտեցումներ ա շատ էլի։ Հիմա շատ բաներով ու կտրուկ տարբերվում է աղանդավորությունը ընդհանրապես որպես քաղաքական, մշակութային, հոգեբանական, սոցիալական երևույթ։ Սոցիալ հոգեբանական աղանդավորությունը։ Ուղղադավան, ավանդական, առաքելական, պահպանողական, եկեղեցական ընկալումներից կտրուկ տարբեր, նույնիսկ կրոնական լրիվ տարբեր աշխարհայացքներ են։ Այս մարդիկ կրողն են աղանդավորական աշխարհայացքի։ Այս մարդիկ ուշ թե շուտ ձևավորելու են աղանդ։ Հիմա ինձ համար ակնհայտ է մի բան։ Շատ կարևոր է Աստծո եկեղեցուն իրենք ոչ մի բան անել չեն կարող։ Նախ Ես իհարկե շատ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործիչներին, ընդդիմադիր, որևէ կուսակցությունից, որևէ քաղաքականացիներ, որոնք այսօր պաշտպանելու են կոչված հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, պաշտպանության կարիք որպես այդպեսին չունի։ Մեր նպատակը ոչ թե առաքելական եկեղեցին պաշտպանելն է։ Մեր նպատակը ընդհանրապես այն է, որ այս աղանդը չհափշտակի նաև ընտիրից ինչ որ մարդկանց։ Մենք պիտի փորձենք մեր համայնքը պաշտպանենք, որ մեր համայնքից մարդիկ չգնան այդ աղանդի մեջ ընկնեն, որովհետև Գրիգոր Լուսավորչի գահը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ անխախտ փառավոր այդ գահը լինելու է, այդ գահի գահակալներ լինելու է։ Հիմա մեկը ես կյանքում չեմ պատկերացնում որևէ իրավիճակում, որ ես գնամ, ասենք, այդ վիճակներով պատարակի մասնակցեմ, հաղորդություն ստանամ։ Մեր
Սյունյաց մետրոպոլիտներից մեկը, երբ որ կաթոլիկ եկեղեցու այդպես իշխանությունները իրեն ճնշում էին, ասում են՝ «Պիտի կաթոլիցիզմ ընդունես», ասում էր՝ «Ախր ինչի, մենք առաքելական ենք ու դարեր շարունակ իրար հետ ապրել ենք, ախր դուք եք մեզնից բաժանվել, մենք ձեզնից չենք բաժանվել, մենք բան չենք փոխել, դուք եք փոխել, հիմա ինչ եք ուզում, որ մենք էլ դառնանք կաթոլիկ, հանգիստ աղոթք ենք անում, եկեք իրար հետ աղոթք անենք, բան», չէ, ասում է՝ «Դուք առաքելական եք, դուք չեք փրկվելու, դուք պիտի գաք մեր կաթոլիցիզմը ընդունեք, որ փրկվեք ու գնաք դրախտ»։ Ու մեր Սյունյաց մետրոպոլիտն ասում է՝ «Ես իմ հայրերի հետ դրոխք կգնամ, ձեր հետ դրախտ չեմ գա։ Թողեք գնացեք ստեղից, թողեք ես իմ հայրերի հետ գնամ դժոխք։ Հիմա ես իմ եկեղեցու հետ, իմ առաքելական եկեղեցու հետ, ապա թողեք դժոխք գա։ Ես Նիկոլի հետ դրախտ չեմ ուզում գամ»։ Եթե տենց է։ Սա սարկազմ է իհարկե։ Հասկանում եմ։ Հիմքում, որովհետև հասկանում ենք ինչի մասին է խոսքը ու բացառվում է, որ բայց այնուամենայնիվ ինչի մասին է խոսքը։ Մենք մնալու ենք էլի մեր եկեղեցուն հավատարիմ, իրենք կտրվելու են գնան։ Այստեղ նաև պետք է հասկանալ ինչ են խլելու մեզնից։